Մագ Հայաստանյան գրասենյակն է անհետ կորած զինծառայողների հարազատների վերջին հույսը, որ վերջապես մի լուր իմանան իրենց որդիներից։ Այս մարդիկ համահայկական ճակատշարժման անդամների հետ նամակ են հանձնում Մագ գրասենյակ։ Նրանց խոսքով Հայաստանի կառավարությունը մոռացել է իրենց որդիների մասին։ Այստեղ կառավարության շենքի մոտից են եկել։ Մենք նամակ ենք պատրաստել։ Ազգային անվտանգություն, քննչական բաժին, Եվրոդատարան, կառավարություն, տեղ չենք բաց թողել։ Ամեն տեղ մտել ենք, ոչ մի ռեզուլտատ, ոչ մի բան չկա։ Ամեն օրը ցուրում են մեզ, ստից ցուրում են, ոնց որ հիմի, աչքիդ առաջ։ Արցախում բենզինի պայթյունի հետևանքով անհետ կորած Արեն Աբրահամյանի հայրը Արթուր Աբրահամյանն ասում է, 3 տարվա մեջ պետական բոլոր պաշտոնյաների դռները հատարհատ թակել է։ Ասում է, ոչ ոք անհանգստացած չէ իրենց որդիների ճակատագրերով։ Նկատում է, մինչ օրս անգամ տվյալներ չկան բենզինի պայթյունի հետևանքով ավելի քան 2 տասնյակ անհետ կորածների մասին։ Եթե չզբաղվենք գնալու ենք Թուրքիա դիմենք։ Վերջնական բանը է դա։ Ուժը մնացել է գնանք Լաչինի Մեջասկը գնանք Թուրքիային բողոքենք ասենք մեր երեխեքի մեզ տոնք։ Դա մնացել։ Ամոթ մեր բարձր պաշտոնյաներն են։ Ակցիայի մասնակիցները վարչապետին հորդորում են Թրամփի WhatsApp-ին նամակ գրել, խնդրել կամ պահանջել, որ իրենց որդիների հարցով զբաղվի։ Այս մարդկանց հարցը որևէ կերպ չի հուզում այս շենքում նստածին, արտաքին գործերի նախարարությանը, քննչականին, ԱԱԾ-ին, բոլոր ԿՊԱ-ականները հրճվանքով ասում էին, որ WhatsApp-ի համարը ունի։ Մենք գիտենք, որ Թրամփը ժամանակին շատ ու շատ քաղհալատյալների, քաղբանտարկյալների, ռազմագերիների ազատել է Սուդանից մինչև որ երկիր։ Ինչու այդ WhatsApp-ի վրա չի գրում եւ ասում, եկեք սկսենք որոնողական աշխատանքներ։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով Հայաստանի կառավարությունը ոչ միայն չի ուզում զբաղվել այս հարցով, այլև ուղղակիորեն խոչընդոտում է, որ անհետ կորածների հարցը միջազգային հարթակներ բարձրանա։ Ես ունեմ հիմնավոր կասկած, որ ոչ միայն չի անում Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր պարտականությունները չի կատարում, այլև խոչընդոտում է։ Չի լինում այդպիսի բան, որ 22 հոգի հոտս ցնդեն։ Այստեղ հավաքվածները լավ գիտեն, որ բռնի անհետացած անձանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոմիտե գոյություն ունի։ Իրենք համոզված են, որ Հայաստանի կառավարությունն անգամ այս կոմիտեին երբեք չի դիմել իրենց որդիներին գտնելու հարցով։ Ասում են, եթե նախկինում մեր մտահոգությունը հիմնականում Ադրբեջանն էր, որ կարող է խոչընդոտել անհետ կորածների ճակատագրի պարզմանը, ապա հիմա հասկանում ենք, որ նաև խոչընդոտում է Հայաստանի Հանրապետությունը։ Կառավարության ներկայացուցիչները պնդում են, իրենք անգործ նստած չեն։ Նիկոլ Փաշինյանը դեռ անցած ամիս է հանդիպել անհետ կորած զինծառայողների ծնողների հետ, խոսել իրենց գործողությունների մասին։ Պնդում են, որ կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհվածների ծնողների կողքին եւ միանշանակ կարող եմ ասել գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցերը մի րոպե ավելի շուտ ավարտվեն։ Եթե այսօր գոնե 0.1% արդյունք գրանցված լիներ, այստեղ չէին լինի այս ծնողները։ Անհետ կորածների հարազատները սակայն ոչ մի հարցի պատասխան չեն ստացել այս տարիների ընթացքում։ Եթե պետությունը քայլեր անում է, ապա ինչու իրենք այդպես էլ չեն տեսնում արդյունքը։ Երեք մենք բոլորս հերթական ամոթը ապրեցինք, երբ մեր հայրենակիցը, Վիգենի կինը, պետություն ու պետականություն ունեցող երկրի հայ կինը ոչ թե դիմում է այս շենքում նստածին, այլ դիմում է Մեհրիբան Ալիևային, նրանից խնդրելով, որպեսզի նա կարողանա իր ամուսնուն ներում շնորհի։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։